Արևելյան ոչ մեծ քաղաքում Ահարոն անունով մի մարդ էր ապրում։ Նա ժամացույցներ վերանորոգող սովորական վարպետ էր։ Նրա տաղավարը հինավուրց հրապարակի անկյունում էր գտնվում, որտեղ ծովային աղի, թարմ հացի ու երկաթի բուրմունքներ էին տիրում։ Իսկ տաղավարի մոտով մշտապես մարդիկ էին անցնում, ովքեր շտապում էին, առևտուր էին անում, վիճում էին, ապրում էին։ Ահարոնը բարի, բայց սուսուփուս մարդ էր։ Նա կարողանում էր նորոգել ցանկացած ժամացույցներ, գրպանի, պատի, նույնիսկ հազարավոր ատամնանիվներով հին մեխանիզմները։ Միայն թե սեփական կյանքի ժամացույցը նա կարծես թե վաղուց չէր լարել։ Նա համեստ էր ապրում, հին տիկնոց էր հագնում, հաց ու կարագ էր ուտում եւ էժան թեյ էր խմում։ Հաճախորդները նրան հարգում էին, բայց ոչ ոք առանձնահատուկ ինչ-որ բան չէր համարում։ Նա ինքն էլ էր այդպես մտածում։ Ես պարզապես վարպետ եմ, ասում էր նա, ապրելու համար ինձ հերիքում է։ Բայց հոգում դատարկություն էր զգում։ Նա երբեմն նայում էր ծովին ու մտածում էր, թե ուրիշներն ինչու են այլ ձևով ապրում, ինչու ոմանք համարձակորեն վստահորեն առաջ են գնում, իսկ ես կարծես տեղում կանգնած եմ մնացել։ Մի անգամ աշնանային գորշ օրերից մեկում նրա տաղավարը թանկարժեք տիկնոցով մի կին մտավ։ Նա ձեռքում հին ժամացույց էր պահել, որն ակնհայտորեն հազվագյուտ իրեր, փոշով ու ժամանակով պատված։ Ինձ ասել են, որ դուք քաղաքի լավագույն վարպետն եք, կամացուկ ասաց կինը։ Ահարոնը շփոթվեց։ Ոչ տիկին, ես պարզապես իմ գործն եմ անում։ Կինը տարօրինակ ժպտաց, ասեց գիտեր մի բան, ինչը Ահարոնը չգիտեր։ Նայեք այս ժամացույցը, ասաց նա, սա ընտանեկան մասունք է եւ արդեն շատ երկար տարիներ չի աշխատում։ Նա զգուշորեն վերցրեց ժամացույցը, բացեց կափարիչն ու քարացավ։ Ներսում հազվագյուտ ճշգրտությամբ հյուսված զարմանալի սարք էր։ Սա նախորդ դարի մեծ վարպետի աշխատանք է, ասաց նա։ Սա գրեթե անհնար է վերականգնել։ Կինը գլխով արեց։ Փորձեք։ Ես կվճարեմ այնքան, որքան կասեք։ Բայց Ահարոնը սովորականի պես շփոթվեց։ Վճարեք այնքան, որքան հարմար կգտնեք։ Կինը խոժոռվեց։ Դուք ձեր աշխատանքի արժեքը չգիտեք։ Ես չեմ սիրում վիճել փողի մասին, աչքերը թաքցնելով պատասխանեց նա։ Կինը ժամացույցը դրեց սեղանին։ Լավ, ասաց նա։ Այդ դեպքում նորոգեք սա ոչ թե փողի համար, այլ պատասխանի։ Պատասխանի համար, զարմացավ Ահարոնը։ Այո, ասաց կինը, ես կվերադառնամ, երբ ժամացույցն աշխատի եւ ձեզ մի հարց կտամ։ Եթե ճիշտ պատասխանեք, պարգևը կվերցնեք, եթե ոչ, ոչինչ չեք վերցնի։ Մի քիչ դետեկտիվ, մի քիչ ինտրիգային, հա։ Նա հեռացավ իրենից հետո հասմիկի թեթևակի բուրմունք եւ հանելուկ թողնելով։ Օրերն անցնում էին, Ահարոնը գիշերներ ու ցերեկներ աշխատում էր ժամացույցի վրա։ Մեխանիզմը բարդ էր, ինչպես ինքը կյանքը։ Յուրաքանչյուր դետալ համբերություն էր պահանջում։ Բայց որքան շատ էր նա խորացվում աշխատանքի մեջ, այնքան ավելի հստակ էր հասկանում, որ այդ ժամացույցն ասես հենց իրեն է արտացոլում, անշարժությունից լճացած, ժանգոտած, մոռացված։ Ինչ է ճշգրտությունն ու շարժումը։ Նա քանդում էր դետալները, մաքրում էր, յուղում էր, հարմարեցնում էր, հետո նորից հավաքում էր։ Եվ հանկարծ հասկացավ, նա ոչ թե ժամացույցն է նորոգում, այլ հենց իրեն։ Նա հիշեց, թե ինչ-որ ժամանակ ինչպես էր երազում ժամացույցների սեփական հավաքածու ստեղծել, որոնց մասին երազեին վարպետներն ամբողջ աշխարհում։ Բայց հետո որոշեց, որ դա իր համար չէ, ժամանակը չէ, դա ոչ մեկին պետք չէ։ Պտուտակահանի ամեն մի պտույտը իր նկատմամբ հավատի մի մասնիկ էր վերադարձնում նրան։ Մի քանի շաբաթ անց ժամացույցը հնչեց, ոչ բարձր, բայց մաքուր ձայնով։ Թիկ-թակ, թիկ-թակ, այն սրտի պես, որը որոշել է նորից ապրել։ Կինը հայտնվեց, ինչպես եւ խոստացել էր։ Դուք կարողացաք գլուխ անել, հանգիստ ասաց նա։ Որքան եք ուզում ձեր աշխատանքի համար։ Ահարոնն իջեցրեց աչքերը։ Ես չգիտեմ։ Կինը ուշադիր նայեց նրան։ Իսկ հիմա իմ հարցը, ասացեք վարպետ, որքան արժե այն մարդը, որը չգիտի սեփական արժեքավորությունը։ Վարպետը սկսեց մտածել։ Չգիտեմ, հավանաբար այնքան, որքան նրան կտան։ Կինը տխուր ժպտաց։ Դրա համար էլ դուք ապրում եք այնպես, ինչպես ապրում եք, ասաց նա։ Երբ դուք չգիտեք ձեր կինը, դուք միշտ համաձայնվելու եք ավելի քչի հետ։ Եվ դեպի դռները շրջվելով ավելացրեց։ Բայց հենց որ դուք գիտակցեք, որ դուք ոչ թե պարզապես վարպետ եք, այլ արարող եք, աշխարհը կսկսի իսկապես վճարել ձեզ։
Նա հեռացավ սեղանին թողնելով մի ոսկեդրամ, որի վրա գրված էին այս բառերը. ճշմարիտ արժեքը ներսում է ծնվում։ Այդ գիշերը Հարունը չքնեց, նա նստել էր սեղանի մոտ ու մատների մեջ պտտացնում էր ոսկեդրամը։ Այդ բառերը նա ներսում ղողանջում էին, ինչպես զանգակն է ղողանջում լռության մեջ։ Նա հասկացավ, այն ամենը, ինչ իր հետ կատարվում էր, ինքն իր նկատմամբ իր վերաբերմունքի արտացոլումն էր։ Աշխարհը նրան միշտ վճարում էր այնքան, որքան նա ինքն էր թույլ տալիս։ Մարդիկ նրան վերաբերվում էին հարգանքի ճիշտ այն չափով, որով նա վերաբերվում էր իրեն։ Նա հասկացավ, որ իրեն գնահատելը չի նշանակում հպարտանալ կամ պարծենալ։ Դա նշանակում է իմանալ, թե դու ով ես, իմանալ, որ դու արժանի ես լավագույնին եւ ավելի քչին չհամաձայնվել ինչ որ բան կորցնելու վախից։